Շնորհակալություն, պարոն վարչապետ, շարունակելով երկաթուղու թեման, դες է կառավարությունը մրցույթ է հայտարարել մասնավորապես Գյումրի Ախուրիկ Թուրքիայի սահմանի երկաթգծի վերակառուցման նախագծի համար, բայց տեսեք, այս հատվածը հատկապես նաև շարունակում է մնալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման ներքո եւ հասկանալի չէ այս պարագայում, թե օրինակ կառավարությունը իրավական ինչ հիմքով է պետական միջոցներով այդ հատվածը վերականգնելու, օրինակ կամ վերակառուցելու աշխատանքներ իրականացնելու եւ բացի դրանից խնդրում եմ, քանի որ քիչ առաջ էլ գործընկերոջս հարցինի պատասխան դուք նշեցիք, որ կառավարությունը Հայաստանի սեփականությունը ուզում եմ հասկանալ, օրինակ, եթե մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը նաև նման սանկցիաներ է Հայաստանի նկատմամբ կիրառում, մենք փորձում ենք այսպես բանակցել, խոսել, հասկանալ, որ վերանայի Ռուսաստանը այս ամենը, օրինակ Հայաստանն էլ իր հերթին կարող է օգտվել իր գործիքակազմից եւ օրինակ նաև հենց ֆրանսիական արբիտրաժի միջոցով միակողմանի չեղարկի կոնցեսիոն պայմանագիրը եւ նոր մրցույթ հայտարարել, որովհետեւ դուք ավելի վաղ էլ հայտարարել եք, որ օրինակ կոնցեսիոն կառավարումը կարող է ստանձնել մի այնպիսի պետություն, որը լավ հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ եւ Հայաստանի հետ։ Մենք ցանկացած գործիք, որը օրինական է, մենք կարող ենք կիրառել, բայց օրինական նաեւ մենք մեր նպատակը ոչ միայն օրինական, այլև բարեկամական համբերատար։ Մենք շարունակելու ենք խոսակցությունը։ Մենք չենք փակվելու, մենք շարունակելու ենք խոսակցությունը։ Իսկ ինչ իրավական հիմքով է երկաթուղին արվում, իրավական հիմքի ձևակերպումը իրավաբանների հարցն է։ Բայց դա մեր սեփականությունն է, մենք մեր սեփականությունը վերականգնում ենք, վերանորոգում ենք, ում պետք է արդարանանք դրա համար։ Այսինքն մեր սեփականությունն է, մենք մեր տունը նորոգում ենք։ Այսինքն մենք չէ, ես այդ հարցին արդեն պատասխան։ Դա արբիտրաժ դիմելու մենք հարկ չունենք, որովհետև մենք բոլոր գործիքները ունենք առանց արբիտրաժի այդ հարցը լուծելու։ Այսինքն ինչի պետքա դիմենք արբիտրաժ։ Օրինակ հետցի հարցով մենք արբիտրաժ դիմեցինք, չդիմեցինք, ինչի չդիմեցինք, որտեղ մենք ինչի դիմենք արբիտրաժ, եթե մենք գործիքը ունենք որոշում կայացնելու։ Հետո, եթե որևէ մեկը համաձայն չի, ինքը պետքա դիմի արբիտրաժ։ Այսինքն մենք արբիտրաժ դիմելու ոչ մի անհրաժեշտություն չունենք։ Սրա մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է, սա առաջին հարցն էր, այս հարցի պատասխանը ավարտեցի։ Ինչ վերաբերվում է բանին, երկաթուղու վերականգնումը, մեր երկաթուղին վերականգնում ենք, ինչ խնդիր կա։ Իրավական ներողություն եմ խնդրում, մի րոպե։ Կառավարությունը երբ որ որոշում է կայացրել, իր իրավական հիմքերը նախագծի տակ դրված են, որ նայեք այնտեղ իրավական հիմքերը գրած կան։ Ինչի՞։ Ինչ աուդիտ։ Որ կազմակերպությունը։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Այս բան տեղեկություն չունեմ։ Աուդիտի արդյունքները սովորաբար հրապարակվում են։ Չի հրապարակվել, պարոն վարչապետ։ Եթե հրապարակվի, ուրեմն չգիտեմ, ով աուդիտ պատվիրել, չեմ կարող ասել։ Պարոն Փաշինյան, Այսինքն խոշոր կազմակերպությունները օրենքով պարտավոր են իրենք աուդիտ անել եւ հրապարակել աուդիտի արդյունքները։ Բայց աուդիտով էլ տենց մի ոգևորվեք, որովհետեւ աուդիտը միշտ չի, որ արտահայտում այն իրականությունը, որը կա։ Ինչը հետցի դեպքում օրինակ տեսա։ Պարոն Փաշինյան, օրերս տեղեկություն մտավ